Դեռ 12 տարի առաջ նրա մասին խոսում էին բառացիորեն բոլորը։ Ահա նա ռուսական առաջին ալիքի եթերում։ Time ամսագրի շապիկին։ Այստեղ նա դառնում է պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատերը։ Իսկ ահա այստեղ նա $1 միլիարդ գնում է Instagram-ը։ Մարկ Ցուկերբերգ, մի մարդ, ում ԱՄՆ կոնգրեսն ու հասարակությունը առաջադրեցին մի շարք մեղադրանքներ կապված անձնական տվյալների վաճառքի, ԱՄՆ նախագահական ընտրությունների միջամտման, Ասիայում տեղի ունեցող ցեղասպանության ու մանկական ինքնասպանությունների հետ։ Մի մարդ, որը չնայած այս հանցանքների ապացույցներին, ընդունեց իր մեղքը, ընդհանրապես ներողություն խնդրեց եւ մնաց անպատիժ։ Այսօր նրա մասին գրեթե չեն խոսում նույնիսկ համացանցում եւ դա բավականին տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ երկրի բնակչության մոտ կեսը ամեն օր օգտվում է այն ծառայություններից, որոնք Ցուկերբերգը կամ ստեղծել է կամ գնել, կամ հասցրել գլոբալ մասշտաբի։ Դե լավ, որպեսզի ճիշտ պատկերացնենք, օրինակ Facebook-ի օգտատերերի թիվը այսօր մոտ 200 միլիոնով ավելի է, քան Չինաստանի եւ Հնդկաստանի բնակչությունը միասին վերցրած։ Դուք Zoot Story YouTube-յան ալիքում եք։ Չմոռանաք սեղմել լայք, դա մեզ ցույց կտա, որ նման պատմությունները ձեզ հետաքրքիր են։ Խոստովանեմ, որ մինչև լրջորեն խորանալը նրա կենսագրության մեջ, ինձ թվում էր, թե նրա մասին ամենահետաքրքիրն արդեն պատմված է սոցիալական ցանց ֆիլմում, թե ինչպես Հարվարդի համալսարանի մի տղա գրավեց աշխարհը եւ այդքանով պատմությունը ավարտվեց։ Բայց դա մեծ մոլորություն էր։ Այսօր մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը եւ կհասկանանք, թե ինչպես Ցուկերբերգը կորցրեց $85 միլիարդ եւ միևնույն ժամանակ մնաց Forbes-ի վարկանիշի վերին տողերում։ Ինչու է նա լրջորեն զբաղված ստորգետնյա բունկեր քաղաքի կառուցմամբ։ Լավ, եկեք միանգամից պայմանավորվենք։ Պատմությունները այն մասին, որ յուրաքանչյուր հաջողակ մարդու կյանքում անպայման եղել է չափազանց ծանր մանկություն, վաղուց դարձել է բավականին շաբլոնային եւ Ցուկերբերգի դեպքում այս կանոնը ընդհանրապես չի աշխատում։ Մարկը ծնվել է Նյու Յորքում 1984 թվականի մայիսին, այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը դեռ Ռոնալդ Ռեյգանն էր։ Ցուկերբերգի ծնողները բժիշկներ էին Նյու Յորքից եւ հենց նրանք, հատկապես նրա հայրը, Էդվարդը, մեծապես կանխորոշեցին Մարկի եւ նրա 3 քույրերի ապագան։ Էդվարդ Ցուկերբերգը տեխնիկայի մեծ սիրահար էր։ 80-ականների սկզբում նա տան համար գնում էր ցանկացած նորարարական էլեկտրոնային սարք։ Ինքն էլ Էդվարդը ասում էր, որ սա ճանապարհ է մնալու մյուսներից մեկ քայլ առաջ։ Երբեմն գadgetների նկատմամբ նրա սերը նույնիսկ հասնում էր ծայրահեղությունների։ Ցուկերբերգի ընտանիքը առաջիններից մեկն էր, ում տանը համակարգիչ ու ինտերնետ կար։ Դրա մասին վկայում էր այն փաստը, որ փոքրիկ Մարկը արդեն 10 տարեկան հասակում ուսումնասիրում էր Atari Basic լեզուն, որով ծրագրավորում էին բոլորիս մանկության շատ սիրելի Dendy խաղերը։ Հետո հաջորդեց C++-ը։ Նույնիսկ այսօր ծրագրավորողները փորձում են շրջանցել կոդավորման այդ բարդ լեզուն, իսկ Մարկը այն սովորեց ընդամենը 10-11 տարեկանում։ Բայց պարզ է, առանց պրակտիկայի ամեն ինչ անիմաստ կլիներ։ Մենք սովոր ենք Մարկ Ցուկերբերգին ճանաչել որպես սոցիալական ցանցերի ստեղծող, սակայն արդեն 11 տարեկանում նա ստեղծել էր իր առաջին լիարժեք մեսենջերը։ Այդ ժամանակ նրա հայրը Էդվարդը տան երկրորդ հարկում վարում էր ատամնաբուժական կլինիկա։ Նրան զայրացնում էր այն հանգամանքը, որ տան անդամների հետ խոսելու համար նա ստիպված էր օրական տասնյակ անգամ բարձրանալ եւ իջնել աստիճաններով։ Մի պահ Մարկը որոշում է օգնել հայրիկին։ Այսպես նա ստեղծում է ընտանեկան Zacknet Messenger-ը։ Այո, անգլերենում նրա ազգանունը կարդացվում է Zuckerberg, սակայն մենք ավելի սովոր ենք Ցուկերբերգ տարբերակին։ Ինչևէ, Messenger-ի միջոցով ընտանիքի ցանկացած անդամ կարող էր գրել մյուսին եւ օրինակ տեղեկանալ, թե այսօր ինչ է լինելու ընթրիքին։ Բնականաբար, Մարկի այս ունակությունները չէին կարող աննկատ մնալ։ Ծնողները սկսում են լրջորեն զբաղվել նրա կրթությամբ։ Սկզբում Մարկի համար անձնական ծրագրավորման պարապմունքների մասնագետ վարձեցին, ով ուսուցանում էր պատանի Ցուկերբերգին։ Որոշ ժամանակ անց այդ մասնագետը խոստովանեց, որ Մարկը սկսել է արագորեն գերազանցել ուսուցչի գիտելիքները իր իսկ սեփական ոլորտում։ Ազատ ժամանակ դեռ շատ երիտասարդ Մարկը հաճախում էր Mercy College-ի ասպիրանտների դասերին։ Բացի այդ, տարրական դասարաններում Ցուկերբերգին ծնողները ուղարկում են New Hampshire-ի հեղինակավոր ակադեմիա ծրագրավորման ուղին ավելի խորը ուսումնասիրելու համար։
Այստեղ Wunderkind մարկն իրեն շատ լավ է դրսևորում, բառացիորեն ամեն ինչում։ Բացի կոդավորման լեզուներից, մարկը նույնքան հեշտությամբ յուրացնում է լատիներենը, հին հուներենը, չինարենը։ Կա տեսանյութ, որում նա ազատ շփվում է չինացի հանդիսատեսի հետ Պեկինում։ 第二，D，我太太是中国人。他家说中文，和他的奶奶只说中文。 Երիտասարդ մարկը ուներ քչերին հայտնի եւս մեկ կիրք։ Դա հռոմեական կայսրությունն էր։ Եվ սա ամենևին էլ կատակ չէ։ Նույնիսկ նրա կինը Հռոմում անցկացվող Մեղրամսի ընթացքում հեգնանքով ասում էր. Մենք Հռոմում 3 հոգով էինք՝ ես, Մարկը եւ կայսր Օգոստոսը։ Եվ որքան էլ տարօրինակ հնչի, մեր պատմության համար նրա այս տարերքը ոչ պակաս կարևոր է, քան նրա սերը ծրագրավորման նկատմամբ։ Թե ինչու, դրա մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ։ Հիմա վերադառնանք մեր հերոսի դպրոցական տարիներ։ Մարկը այս տարիներին ծրագրավորում է մի շատ ավելի լուրջ նախագիծ, որը կոչվում է Player Synapse։ Ծրագիրը վերլուծում է օգտատիրոջ երաժշտական նախասիրությունները եւ առաջարկում նմանատիպ playlist-ներ։ Ըստ էության դա այն ալգորիթմն էր, առանց որի այսօր չի կարող գործել գրեթե ոչ մի սթրիմինգ ծառայություն։ Այս նախագիծը իհարկե նկատվում է համակարգչային հսկա Microsoft-ը եւ մոտ $1 միլիոն արժողությամբ պայմանագիր է առաջարկում Մարկին ու նրա գործընկերոջը, սակայն նրանք մերժում են առաջարկը, թե ինչու հայտնի չէ։ Այդ ժամանակ Մարկն ընդամենը 18 տարեկան էր եւ արդեն համալսարան ընդունվելու ժամանակն էր։ Դա արդեն հիշում եք, որ Ցուկերբերգների ընտանիքը գումարի խնդիր չուներ։ Այդ իսկ պատճառով ընտրությունը կանգ առավ Հարվարդի վրա։ Համացանցում նույնիսկ տեսանյութ կա, թե ինչպես է Մարկը արձագանքում համալսարանի կողմից ստացած պաշտոնական հրավերին։ Alright, so you want me to open this? I don't know. Does that sound like it? I think it is. What does it say? I got accepted. Are you serious? Yeah. All right! Focusing on the newest, or one of the newest members of Harvard's class of 2006. Ինչպես տեսնում եք, հայրը հիացած է, իսկ Մարկը չափազանց հանգիստ է երևում, կարծես սա նրա համար սովորական երևույթ լինի։ Հարկ է նշել, որ չնայած ապահովված կյանքին, ընտանիքում խուսափում էին անիմաստ շքեղությունից եւ այստեղ մենք մոտենում ենք տեսարակությանը։ Ցուկերբերգների ընտանիքում ամենաանսովորն այն է, որ հաջողակ դարձան բոլոր 4 երեխաները։ Մի քույրը Արիել Ցուկերբերգը ներդրումների ոլորտում, Դոննա Ցուկերբերգը գրականության ոլորտում, Ռենդի Ցուկերբերգը բիզնեսի ոլորտում։ Նրանց հայրը հետագայում մեկնաբանում է, որ հետևում էր մի քանի սկզբունքների։ Դրանցից առաջինը ապահովության եւ անվտանգության զգացողությունն էր, ոչ միայն ֆիզիկական, այլ ֆինանսական եւ մտավոր ապահովությունը։ Որպեսզի երեխան համարձակ լինի եւ պետք եղած ժամանակ ռիսկի գնա, նա պետք է իմանա, որ իր թիկունքում միշտ կա ապահովության բարձիկ։ Տունը, ընտանիքը եւ գրպանի փողը սրանք բազային անհրաժեշտության բաներ են։ Սկզբունքներից երկրորդը ըստ Էդվարդ Ցուկերբերգի խոսքերի դա երեխաների հետաքրքրությունները ժամանակին նկատելու եւ խրախուսելու կարողությունն է։ Երեխան ուզում է նկարել, թող նկարի։ Ուզում է երգել, խնդրեմ, թող երգի։ Նա վստահ է, որ պետք է զարգացնել երեխայի ուժեղ կողմերը։ Երրորդ սկզբունքը դա ազատությունն է։ Ընտանիքում ազատությունը չպետք է վերածվի ամենաթողության, պետք է լինեն կանոններ, որոնք ծնողները նույնպես պարտավոր են պահպանել։ Իսկ վերջին 4-րդ ամենակարևոր սկզբունքը դա հավասարակշռությունն է աշխատանքի եւ ընտանիքի միջև։ Ամեն ինչ կարելի է հանգիստ համատեղել աշխատանքի հետ։ Հաջողակ կարիերան ոչ մի կերպ չի կարող խանգարել երեխաների հետ ժամանակ անցկացնելուն։ Սա հստակ էր։ Էդվարդ Ցուկերբերգի նման մոտեցումը շատ նման է մեր նախկին թողարկումներից մեկում արդեն քննարկված Ռոթշիլդների ընտանեկան դրվածքին։ Ինչպես այս ընտանիքի հայր Էդվարդը, այնպես էլ Մայր Ռոթշիլդը սահմանեցին կանոններ ընտանիքի բոլոր անդամների համար։ Դրանք հետագայում ծառայեցին ի օգուտ ընտանիքի շահերի եւ որոշակի տարբերությամբ համաշխարհային փառք բերեցին երկու տներին էլ։ Այ այստեղ սեղմեք ու կարող եք դիտել Ռոթշիլդների մասին մեր տեսանյութը։ Սահմանված կանոններն ու պատասխանատվության հստակությունը հաճախ ազդում են նաև ֆինանսական ընտրությունների վրա։ Երբ ռիսկերը հաշվարկված են, իսկ ռեսուրսները վերահսկելի, հնարավոր է կայացնել որոշումներ, որոնք աշխատում են երկարաժամկետ հեռանկարում։ Նման իրավիճակներում ֆինանսական որոշումները նույնպես պահանջում են կանխատեսելիություն եւ հաշվարկված մոտեցում։
Wilco Wealth Management-ը տրամադրում է ներդրումների, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական լուծումներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կայուն ֆինանսական հիմք եւ պահպանել այն երկարաժամկետ հեռանկարում։ Մանրամասների համար թողնում ենք հղումը, կարող եք անցնել եւ ծանոթանալ Wilco Wealth Management-ի գործունեությանը։ Մեր օրերում Մարկը բազմիցս խոստովանել է, որ եթե չլինեին համակարգչային խաղերը, հնարավոր է նա ընդհանրապես չմտածեր դրանց կառուցվածքի մասին եւ չգնար ծրագրավորման ճանապարհով։ Հետագա կարիերայի աճի առանցքային տարբերությունները նկատելու համար եկեք սկզբնական փուլում նրան անվանենք Մարկ Ցուկերբերգ տարբերակ առաջին։ Խելացի, կարգապահ, սիրող եւ ապահովված ընտանիքում մեծացած մի տղա, բայց նույնիսկ այս հատկանիշները բավարար չէին համաշխարհային փառքի հասնելու համար։ Պետք էր այս ամենին ավելացնել համարձակություն եւ կանոնները շրջանցելու կարողություն։ Պատմությունն ունի եւս մեկ կարևոր դետալ՝ հաքերությունը։ Մարկը զբաղվում էր հաքերությամբ, որը շատ հաճախ շահութաբեր էր։ Ամեն ինչ սկսվեց համալսարանական Course Match ծրագրից, որը ցույց էր տալիս, թե ուսանողներից ով որ դասընթացն է ընտրել։ Կայքը շատ հարմար էր ու օգտակար, բայց ծրագրային բաց ուներ, որը Մարկը նկատում է։ Կայքի այդ թերությունը թույլ տվեց նրան մուտք ստանալ ուսանողական բազային առանց որևիցե մեկի իմացության։ Ղեկավարությունը որոշում է աչք փակել, կարծելով, որ Մարկի այդ քայլը խրախուսելի է։ Դե չէ որ նա մեղավոր չէ, կայքի թերի լինելու մեջ է խնդիրը։ Ցուկերբերգի անախորժ պատմություններն այսքանով չավարտվեցին։ Կարծես նրան դուր էր գալիս հայտնվել ուշադրության կենտրոնում։ Այս անգամ Ցուկերբերգը խմել էր եւ որոշել զբաղվել միևնույն ժամանակ եւ զվարճալի եւ ոմանց համար շատ տհաճ մի կայքի կոդավորմամբ։ Գիշերվա ընթացքում նա կոտրում է Հարվարդի բազաներից մի քանիսը, այնտեղից ներբեռնում է ուսանողուհիների լուսանկարները եւ համալսարանի բոլոր ուսանողներին ուղարկում հետեւյալ էլեկտրոնային նամակը։ Մի քիչ հարբած եմ։ Իմ առաջ բոլոր ուսանողուհիների նկարների հավաքածուն է։ Իսկ ինչ կլինի, եթե լուսանկարները կողք կողքի դնենք եւ թույլ տանք մարդկանց քվեարկել, թե ով է այս կենդանիներից ավելի սեքսուալ։ Այսպես 2003 թվականի հոկտեմբերի 28-ի գիշերը նա թողարկում է FaceMash կայքը։ Մի քանի օրվա ընթացքում գրեթե 30,000 ուսանող մասնակցում են քվեարկությանը եւ պարտադիր պետք է նշել, որ այն բազան, որտեղից նա վերցնում էր այդ լուսանկարներն ու տվյալները, կոչվում էր Facebook, ուղիղ թարգմանաբար երեսի գիրք։ FaceMash-ի պատմությունը վերածվեց իսկական սկանդալի։ Երկրի լավագույն համալսարանի կայքը մի քանի ժամում կոտրեց հարբած ուսանողը եւ պարզել, թե ով էր կանգնած դրա հետևում, հեշտ էր էլեկտրոնային փոստի նամակների շնորհիվ։ Ղեկավարությունը բարձրացրեց Մարկի հեռացման հարցը, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց։ Մարկը ներողություն խնդրեց եւ նրան հանգիստ թողացին։ Կխնդրեմ ուշադրություն դարձնել, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Մարկը անախորժության մեջ է ընկնում եւ ներողություն խնդրում ու մնում անպատիժ։ Հետևեք, քանի որ այսպիսի դեպքեր դեռ շատ են լինելու։ Ինչպես արդեն նշեցի, էլեկտրոնային գրառումներում նա ուսանողներին կենդանիներ էր անվանում, որը իհարկե հետագայում ջնջվում է։ Թվում է, թե նա իսկապես օգտատերերին դիտարկում է որպես լաբորատոր մկներ, յուրաքանչյուր նոր կայք կամ ծրագիր նա կիրառում էր մարդկանց վրա ավելի լավ հասկանալու նրանց վարքը եւ նախասիրությունները։ FaceMash-ը ընդհանրապես մարզանք էր եւ ժամանակն էր իսկապես մեծ բան ստեղծելու։ It's a good organizational structure where you can really reward people if they're building something that's good. You can work with partners and reward them if the products that you're developing work well. So it's a good way to get the best people involved to build something very good. Նոր նախագծի սկիզբը կապված էր Հարվարդի Winklevoss երկորյակ եղբայրների հետ։ Նրանք ուզում էին ստեղծել սոցիալական ցանց ուսանողների համար, սակայն չունեին հմուտ կոդավորող։ Այս մտահղացումը արդեն կիրառվում էր Ստենֆորդում, սակայն Winklevoss-ները ցանկանում էին ստեղծել կայքի նմանակը Հարվարդի ուսանողների համար։ Նրանք որոշում են դիմել FaceMash-ի սկանդալի պատճառով արդեն հայտնի դարձած Ցուկերբերգին։ Մարկը համաձայնվում է, սակայն ոչ թե օգնություն էր պատճառը, այլ եղբայրների մտահղացումը, որը նա ցանկանում էր իրենով անել։ 2003 թվականի նոյեմբերին նա սկսում է աշխատանքը կայքի վրա։ Եղբայրները երկար ժամանակ չէին հասկանում, թե ինչու է ամեն ինչ այդքան դանդաղ ընթանում եւ ձգձգվում։ Ցուկերբերգը տարբեր պատճառներով եւ արդարացումներով ժամանակ էր ձգում, որպեսզի կատարելության հասցնի կայքը։ Դա պարբերաբար շարունակվում է մի քանի ամիս։ Եվ ի վերջո 2004 թվականի փետրվարին Մարկ Ցուկերբերգը Էդուարդո Սավերինի ու Դասթին Մոսկովիցի հետ միասին թողարկում են այդ կայքը, որն անվանում են thefacebook.com։
Փաստացի նա իրականացրեց Winklevoss-ներից գողացած մտահղացումը, բայց հավելյալ ֆունկցիաներով, օրինակ, փնտրում եմ հարաբերություններ բաժինը։ Winklevoss-ները դիմեցին դատարան, սկսեցին բազում իրավական ընթացակարգեր մտահղացման հեղինակային իրավունքի վերաբերյալ։ Մի կողմից Հարվարդում ճաշի ժամանակ բանավոր համաձայնությունները պայմանագիր չէին։ Մյուս կողմից եղբայրները ասում էին, որ բոլոր ապացույցները գտնվում են Մարկի համակարգչի կոշտ սկավառակի վրա, որը պետք էր առգրավել, բայց դատարանը դրան համաձայն չէր, քանի որ հիմքեր չկային։ Դատավարությունը տևում է տարիներ, բայց ի վերջո ավարտվում է համերաշխության համաձայնությամբ։ Հետագայում Մարկը եղբայրներին վճարում է $20 միլիոն կանխիկ գումարով եւ եւս $45 միլիոն բաժնետոմսերով։ Winklevoss-ների համար սա լավ գործարք էր, քանի որ 2012 թվականին Facebook-ը իր բաժնետոմսերը դուրս բերեց IPO դաշտ։ IPO դաշտ մտնելուց հետո Facebook-ի բաժնետոմսերի գինը կտրուկ աճում է եւ Winklevoss եղբայրների կարողությունը հասնում է մի քանի 100 միլիոնի։ Սակայն Ցուկերբերգը չէր պատրաստվում կանգ առնել միայն Հարվարդի վրա։ Նրա նպատակն էր Facebook-ի օգնությամբ կապել համալսարանը մյուս բուհերի հետ։ Նրա հեռանկարները շատ ավելի մեծ էին։ Նա ուզում էր գրավել ամբողջ աշխարհը։ Քայլ առ քայլ Facebook-ը ընդլայնվեց։ Սկզբում քոլեջների, ապա դպրոցների միջոցով։ Ահա այստեղից է սկսվում խորամանկությունը։ Պատկերացրեք ձեզ Facebook-ի առաջին օգտատերերի տեղում, որտեղ ի դեպ գրանցվել թույլատրվում էր միայն սեփական անունով եւ տվյալներով։ Ինչու գրանցվել մի կայքում, որտեղ ոչ ոք ոչ մեկին չի ճանաչում։ Սակայն երբ գիտես, որ կայքում արդեն կան քո ընկերներն ու ծանոթները այլ բուհերից, դա արդեն լրիվ այլ պատմություն է։ Հաջորդ քայլը արտաքին տեսքն է։ Կայքի դիզայնը խիստ հասկանալի ու հարմար էր։ Կապույտ, սպիտակ եւ մոխրագույն։ Գույները պատահական չեն ընտրված։ Ցուկերբերգն անձամբ է ընտրել հենց դրանք գունային շեղվածության պատճառով։ Նրա աչքերն ամենալավը այս գույներն էին տարբերակում։ Հաջորդ կարևոր հանգամանքը այն է, որ այդ ժամանակ շուկայում կար միայն մեկ մրցակից՝ MySpace-ը։ Facebook-ի հայտնվելու պահին MySpace-ն արդեն բավականին հեղինակազրկված էր, կարծես վերածվել էր ինտերնետ աղբանոցի։ Անընթեռնելի նիքնեյմեր, աչք ծակող ակաունտներ, որոնք հենց օգտատերերն էին ձևավորում։ Ի տարբերություն MySpace-ի, Facebook-ը կարգավորելի էր եւ հարմար էր։ Ընկերության գաղափարախոսությունը հնչում էր. շարժվիր արագ, կոտրիր արգելքները։ Յուրաքանչյուր գաղափար իրավունք ուներ կյանքի կոչվելու։ Ժամանակի ընթացքում Ցուկերբերգի մեջ սկսում է ձևավորվել անզիջում բիզնես մտածելակերպ։ Սկզբում նա խաղից դուրս թողեց Winklevoss եղբայրներին, հետո էլ Էդուարդո Սավերինին, ընկերության առաջին ներդրողին, որի հետ միասին ստեղծել էին Facebook-ը։ Երբ կայքը հասավ այն փուլին, որ պետք էր դուրս գալ խոշոր ներդրողների վրա, Ցուկերբերգը պարզապես որոշում է կրճատել Էդուարդոյի բաժնետոմսերը գրեթե 100 անգամով։ Մարկի կողմից Սավերինիին առաջարկված պայմանագրի համաձայն Սավերինին Մարկին էր հանձնում բոլոր ինտելեկտուալ իրավունքներն ու ձայնի իրավունքը։ Դրա արդյունքում Մարկը դարձավ ընկերության միանձնյա ղեկավարը։ Ինչպես հիշում եք, փոքրինչ առաջ նշեցի հռոմեական կայսրության նկատմամբ Մարկի սիրո մասին, եւ հենց այստեղ առաջին անգամ խաչվեցին Հարվարդի հաքերի եւ հռոմեական կայսր Օկտավիանոս Օգոստոսի ճակատագրերը։ Այն խորամանկությունը, որի շնորհիվ Ցուկերբերգը վերցրեց ընկերության վրա ամբողջական վերահսկողությունը, չափազանց շատ է հիշեցնում երիտասարդ Օկտավիանոսի վարքագծին։ Պատմությունը սկզբում նրան հիշեց ոչ թե որպես կայսր, այլ որպես մի տղայի, որին Գայոս Հուլիոս Կեսարը նշել էր իր կտակում։ Դե յուրե ամեն ինչ իդեալական էր, օրենքը քո կողմն է, վերցրու իշխանությունը եւ կառավարիր, բայց կար մի նրբություն։ Օկտավիանոսը ուներ մրցակից Մարկոս Անտոնիոսը։ Կտակում Անտոնիոսի անունը չկար, բայց նրա հետևում կանգնած էր բանակը եւ օրինական ժառանգ, այսինքն Օգոստոսը դրա դեմ ոչինչ անել չէր կարող։ Այդ ժամանակ Օկտավիանոսը խաղաց ավելի խելացի։ Նա եկավ ոչ թե պահանջներով, այլ առաջարկով։ Արի միասին կառավարենք, կարգ ու կանոն հաստատենք, խառնակիչներին ճնշենք ու վրեժ լուծենք Կեսարի համար։ Բնականաբար Անտոնիոսն այդ առաջարկը չի մերժում։ Օկտավիանոսը Անտոնիոսի եւ Լեպիդոսի հետ միասին ստեղծում են եռապետություն, այսինքն որոշ ժամանակ երեքը միասին էին կառավարում։ Բայց այդ ընթացքում Օկտավիանոսը հետևողականորեն ուժեղացնում էր իր դիրքերը, ամրապնդում էր հեղինակությունը, կուտակում ռեսուրսներն ու փող։ Եվ երբ պահը հասունանում է, նա պատերազմ է հայտարարում Անտոնիոսին, հաղթում եւ ամբողջ իշխանությունը վերցնում իր ձեռքը։ Այս կետում զուգահեռները դառնում են հատկապես տեսանելի։ Եվ Օկտավիանոսը, եւ Ցուկերբերգը երիտասարդ տարիքում տաղանդավոր էին, բայց չունեին այն ռեսուրսները, որոնք թույլ կտային գործել միայնակ, լինի դա խոշոր ներդրումներ, թե հռոմեական լեգիոններ։
Երկուսն էլ իշխանության եկան ոչ թե ուղիղ ճանապարհով, այլ խորամանկությամբ եւ երկուսն էլ գործում էին անսիճում։ Պատմությունը հիշում է, թե ինչպես էր Օկտավիանոս Օգոստոսը վերջ տալիս վիրավորված թշնամիներին, ասելով. «Թռչունները կհոգան քո թաղման մասին»։ Եվ հենց այստեղ մենք հանդիպում ենք մեր հերոսի ավելի հզոր ու կատարելագործված տարբերակին՝ Մարկ Ցուկերբերգ տարբերակ երկրորդին։ Հանրակացարանում ապրող սոցիոպաթ հաքերը, որն առաջ էր գնում մարդկանց գլուխների վրայով, մի քանի ամսում փոխեց ողջ աշխարհը։ Մոտավորապես այսպիսին է պատկերված Ցուկերբերգը սոցիալական ցանց ֆիլմում։ Եթե հավատնանք իրական վկաների խոսքերին, ապա ընդհանուր առմամբ ամեն ինչ բավական մոտ է իրականությանը, բայց մի փոքր բացառությամբ։ Իրական Մարկը շատ ավելի պարզ էր։ Էկրանին նրա սոցիոպաթիան հասցրել են առավելագույնի կարծես մեր առաջ էմպաթիա չունեցող չար հանճար լիներ։ Իրականում նա շատ ավելի պարզ ու համեստ երիտասարդ էր, բացի այդ Էդուարդո Սավերինային զոհը չէր, ինչպես նրան ցույց տվեցին ֆիլմում։ Էդուարդոն ուզում էր, որ Facebook-ում գովազդ տեղադրվի, իսկ Մարկը ցանկանում էր մաքուր պահել կայքը։ Ֆիլմում տպավորություն է ստեղծվում, թե Ցուկերբերգը պարզապես դեն նետեց գործընկերոջը հայացքների տարբերության պատճառով, բայց կադրից դուրս են մնացել բազում նրբություններ։ Ֆիլմում գրեթե չի խոսվում Սավերինի անպատասխանատու պահվածքի մասին։ Նա ցանկացած բայի կարող էր առանց տեղյակ պահելու հայտնվել օրինակ Նյու Յորքում կամ չպատասխանել զանգերին, երկար ժամանակ բացակայել, երբեմն թողնելով ընկերությունը առանց անհրաժեշտ ֆինանսավորման։ Իրավիճակը հասել էր նրան, որ Մարկի ծնողները ժամանակ առ ժամանակ ստիպված էին լինում վարկ վերցնել, որպեսզի վճարել Facebook-ի նոր սերվերների համար։ Այսինքն իրականությունը շատ ավելի բարդ էր ու կեղտոտ, քան մեզ ցույց տվեցին ֆիլմում։ Շարունակությունը իհարկե բոլորս արդեն գիտենք։ 2007 թվականին Մարկն ընդամենը 23 տարեկան էր, բայց արդեն աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի սեփականատերն էր։ Այդ ժամանակ Facebook-ն ուներ 50 միլիոն օգտատեր, որը մինչ այդ չտեսնված ցուցանիշ էր։ Սոցցանցերի նոր աստղը մի քանի տարի պայթունային արագությամբ աճում է, մինչ առաջին լուրջ ճգնաժամի ի հայտ գալը։ Օգտատերերի թվի աճը հանկարծակիորեն դադարում է։ Ընկերությունում սկսում են շշնջալ այն մասին, որ սա առավելագույն արդյունքն է եւ կայքը ավելիին ընդունակ չէ։ Մարկը չի հուսահատվում եւ շարունակում է մնալ իր հին ու բարի սկզբունքներին՝ շարժվիր արագ, կոտրիր արգելքներ, բայց այս անգամ առավելագույնի հասցված։ Թիմը բառացիորեն սկսում է գաղափարներ շախ տալ։ Նորարարություններն առաջարկում էին բոլորը։ Սկսեցին լոկալիզացիայից, Facebook-ը առաջին անգամ խոսեց այլ լեզուներով։ Հետո սկսվեց գլոբալ էքսպանսիա, արտաքին հավելվածերի ինտեգրում, մինի խաղերի ու թեստերի ստեղծում եւ իհարկե ստեղծեցին chat, որն այսօր բոլորիս հայտնի է Messenger անունով։ Քայլ առ քայլ սոցցանցը կրկին մտավ աճի փուլ եւ աճեց այնքան, մինչեւ հասավ հերթական պիկին։ Եթե առաջ դա 50 միլիոն օգտատեր էր, այս անգամ գրեթե 3 միլիարդ է։ Մտածողության մասշտաբը պատկերացնելու համար կարող ենք հետևել Ցուկերբերգի վերջին տարիների գործունեությանը։ Հիմա նա Աֆրիկայում ակտիվորեն զբաղվում է ներդրումներով։ Պատճառն ավելի քան ռացիոնալ է։ Այնտեղ ապրում են 100 միլիոնավոր պոտենցիալ օգտատերեր, որոնք դեռ ինտերնետ չունեն։ Լավ, հիմա վերադառնանք 2000-ականների կեսեր, երբ Մարկն առնչվում է շատ մեծ խնդրի հետ։ Facebook-ը փող չէր բերում։ Այո, այդ պահին Մարկի անձնական կարողությունը գնահատվում էր շուրջ $500 միլիարդ, որը սովորական մարդու համար տիեզերական գումար է։ Սակայն դա ծիծաղելի արդյունք է մի բիզնեսմենի համար, որի պրոդուկտներից օգտվում են միլիոնավոր մարդիկ։ Մոնետիզացիայի տարբերակներ կային, օրինակ գովազդը։ Այդ գաղափարը ակտիվորեն առաջ էր տանում Սավերինը, սակայն հիշում ենք, թե դա ինչով ավարտվեց։ Ցուկերբերգը բաներային գովազդը համարում էր անհարգալից վերաբերմունք թե օգտատիրոջ, թե սեփական պրոդուկտի նկատմամբ։ Նա մինչև վերջ չէր ուզում իր ստեղծածը վերածել գովազդային աղբանոցի, արդյունքում թիմը գտավ մի լուծում, որը կրկին փոխեց խաղի կանոնները՝ Facebook Ads-ը։ Ինչու է մեզ նյարդայնացնում գովազդը, որովհետև այն կպչուն է, հայտնվում է ցանկացած պահի եւ շեղում, ինչպես հեռուստատեսության գովազդային դադարները։ Մարկը արեց հակառակը։ Նա գովազդը չառանձնացրեց կոնտենտից, այլ ավելացրեց հրապարակումների շարքին, որը դարձրեց այն տեսողականորեն չնյարդայնացնող։ Կարևորն այն է, որ Facebook Ads-ը հիմնված է բացառապես օգտատիրոջ հետաքրքրությունների վրա։ Հենց սա օգնեց Facebook-ին օրինական հիմքով վաճառել օգտատերերի տվյալները մարքեթոլոգներին։ Գովազդային ընկերությունները ստացան հասանելիություն մի բանի, որի մասին առաջ կարող էին միայն երազել՝ հետաքրքրություններ, բաժանորդագրություններ, խմբեր, տարիք, սեռ, բնակության վայր, վաու։ Եվ այստեղ սկսվում է պարադոքսը։
Մենք ատում ենք ագրեսիվ մարքեթոլոգներին, որոնք հրաշք դանակներով ներխուժում են մեր տներ։ Այո, որովհետև դա կոպիտ է ու նյարդայնացնող։ Բայց միևնույն ժամանակ հանգիստ թույլ ենք տալիս IT կազմակերպություններին մեր գլխի մեջ մտնել։ Այո, պետք չի ապշել, քանի որ մենք ինքներս ենք պատմում, թե ինչ նվեր ենք ուզում նոր տարում, ուր ենք երազում գնալ եւ ինչ գույնի գորգ ենք փնտրում, օրինակ լոգարանի համար։ Facebook Ads-ը հեղափոխություն արեց։ Ընկերության եկամտի մինչև 98%-ը սկսեց ապահովել գովազդը։ Սա անդրադարձավ նաև հենց մարկի կարողության վրա։ 2006 թվականին 500 միլիոն, իսկ ընդամենը 4 տարի անց արդեն 4 միլիարդ դոլար։ Իհարկե այդ գումարը նրա բանկային հաշվին չէր, այլ այդքան էր կազմում ակտիվների ընդհանուր արժեքը, բայց դինամիկան ինքն իր մասին խոսում է։ 2012 թվականին Facebook-ը դուրս եկավ IPO-ի։ IPO-ն հապավում է Initial Public Offering, թարգմանաբար առաջնային հրապարակային առաջարկ։ Դա այն երևույթն է, երբ մասնավոր ընկերությունը առաջին անգամ իր բաժնետոմսերը դուրս է բերում վաճառքի ֆոնդային բորսայում, ներդրողների ավելի լայն շրջանակի համար։ IPO-ի արդյունքում ընկերությունը ներգրավեց ռեկորդային 16 միլիարդ դոլար, իսկ մարկը միանգամից հայտնվեց Forbes-ի ցուցակի 29-րդ տեղում, 20 միլիարդ դոլար կարողությամբ։ Դա նրան չկանգնեցրեց իհարկե։ Մարկը շարունակեց անել այն, ինչին լավագույնն էր տիրապետում՝ աղբի կույտում ադամանդներ գտնել։ 2010-ականների սկզբին Սիլիկոնյան հովտում ստեղծվում էին զանազան ստարտափներ, որոնք Ցուկերբերգը ակտիվորեն գնում էր։ Ամենավառ օրինակը դա WhatsApp-ն է։ Այսօր դա աշխարհի ամենամեծ մեսենջերն է, իսկ այն ժամանակ վնասով աշխատող նախագիծ մոտ 250 միլիոն դոլար մինուսով։ Facebook-ը գնեց այն 19 միլիարդով։ Ինչու՞։ Որովհետև մարկը գնում էր ոչ թե հավելվածը, այլ մարդկանց։ 1 միլիարդ օգտատեր։ Հետագայում WhatsApp-ը դուրս եկավ շահույթի եւ այսօր տարեկան բերում է ավելի քան 1 միլիարդ դոլար եկամուտ։ Բա Ցուկերբերգը իր հաջողությունը ձևակերպում է շատ պարզ։ Մրցակիցներին հաղթելու երկու ճանապարհ կա՝ կամ դառնալ ավելի լավը, կամ գնել նրանց։ Ինչպես արդեն նկատեցիք, նա հաճախ կողմ էր երկրորդ տարբերակի։ Instagram-ը, WhatsApp-ը եւ հարյուրավոր այլ գնումներ փոխեցին Facebook-ը, բայց փոխեցին նաեւ մարկին։ Ժամանակի ընթացքում նրա հետ աշխատելը դժվարացավ։ Գործընկերներն ասում էին, որ նա դադարել է աջակցել աշխատակիցներին, անհետացել էր հետադարձ կապը եւ նրա էմոցիոնալ կապվածությունը գործի հետ կարծես թե վերացել էր։ Մի աշխատակից նշում է. «Մարկը հարցնում էր իմ կարծիքը, բայց ես չէի հասկանում, նա ընդհանրապես լսում է ինձ, թե ոչ»։ 2017 թվականին մարկը կազմակերպեց մի տարօրինակ շրջագայություն Ամերիկայով։ Չես հասկանում, դա ինչ-որ քարոզչություն էր, թե նախընտրական արշավ։ Մի օր օգնում էր դպրոցականներին, մյուս օրը հանդիպում ոստիկանների հետ, հետո շփվում Հռոմի պապի հետ այն դեպքում, երբ քիչ առաջ հրապարակայինորեն շեշտում էր իր աթեիզմը։ Սա անչափ տարօրինակ է։ Մի կողմից մարդ, որը փոխել է աշխարհը, մյուս կողմից զգացողություն, որ նա կարծես փորձում է իր վրա վերցնել ավելի մեծ դեր, քան մենք կարող ենք պատկերացնել։ Այսպես էլ հայտնվեց մարկի նոր տարբերակը։ Տարբերակ 3։ Եթե Ցուկերբերգ տարբերակ առաջինն ագրեսիվ էր ու ինքնավստահ, սիրում էր առաջ շարժվել գլուխների վրայով, ապա նոր մարկը դարձավ հոգատար ամուսին ու հայր։ Իր դստերը ի դեպ անվանեց Ավգուստա, Օկտավիանոս կայսեր պատվի։ Մարկ տարբերակ 3-ի դեպքում նույնպես կարող ենք զուգահեռներ տանել հռոմեական կայսեր հետ։ Օկտավիանոս Օգոստոսը տարածեց իր ազդեցությունը հասնելով մինչև Եգիպտոս ու Պանոնիա։ Ցուկերբերգը դա արեց WhatsApp-ի ու Instagram-ի գնման միջոցով։ Մարդկանց քանակով մարկի կայսրությունը գերազանցեց անգամ հռոմեական կուռքին։ Այսօր գրեթե 4 միլիարդ մարդ օգտագործում է Մետայի արտադրանքները։ Հասկանալու համար մոտ 60 տարի առաջ նույնիսկ մոլորակի բնակչությունն այդքան չէր։ Ցուկերբերգը շարունակեց շրջագայությունները ԱՄՆ նահանգներով։ Նա փորձում էր ավելի մոտենալ մարդկանց հանդիպումներով եւ իհարկե ուղիղ հեռարձակումներով։ Շատերի համար մարկի նման գործողություններ շարունակում էին մնալ անհասկանալի եւ ինչ-որ առումով արհեստական, ինչն էլ ավելի տարօրինակ էր։ 2016 թվականին նա նվիրաբերում է 3 միլիարդ դոլար, բուժելու, ինչպես ինքն է ասում, աշխարհի բոլոր հիվանդությունները։ Դե շատ գիտելիքներ պետք չեն հասկանալու, որ այս թիվը իրականում ծիծաղելի է։ Բայց ավելի լուրջ անհաջողություններ էլ եղան։ Մետավերսը լավ օրինակ է, որը փաստացի նպատակ չունեցող նախագիծ է 40 միլիարդ դոլար վնասով։ Մետավերսը վիրտուալ իրականություն է, որը թույլ է տալիս մարդկանց շփվել միմյանց հետ VR գլխարկներով եւ հատուկ դրանց համար նախատեսված սենսորային վահանակներով։ Այստեղ կարելի է խաղալ, աշխատել,
Կամ շփվել ընկերների ու անծանոթների հետ։ Պարզ է թե ինչ է սա տեխնիկապես, սակայն իմաստը դժվար է հասկանալ, հատկապես ավելի տարեց ու հասուն մարդկանց։ Շատերը դիպուկ նշում են, որ սա նորարարական պրոդուկտ է, որը ոչ ոք չէր խնդրել։ Շրջել վիրտուալ Լոնդոնում, շփվել ընկերների հետ։ Լավ, իսկ հետո ինչ նպատակ սա ունի։ Սարքավորումները անհարմար են, գրաֆիկան ձանձրալի, իսկ VR գլխարկները առաջացնում են գլխացավ։ Եվ ամենակարևորը, անհավանական թանկ են։ Վճարել $500 անհասկանալի սարքի համար կարծում եմ այդքան էլ խելամիտ չէ։ Խնդիրը նրանում է, որ նախկինում նա կարողանում էր լրացնել շուկայի մրցակիցներին դիպուկ հարվածներով եւ օրիգինալ լուծումներով։ Օրինակ WhatsApp-ի զարգացումը մետայի շրջանակներում, իսկ հիմա նա աշխարհին ներկայացրեց մի սարքավորում, որին ներդրողները վստահեցին հին հիշողությամբ ու վստահությամբ, սակայն հաջողության չհասան։ Այստեղից սկսվում է մարդկի կյանքի սև գիծը։ Սկիզբը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ էր։ Facebook-ում սկսվել էր զանգվածային հարձակում աջակցություն Դոնալդ Թրամփին ընդդեմ Հիլարի Քլինթոնի։ Ցուկերբերգը մեղադրվում էր նրանով, որ Facebook-ը դանդաղ արձագանքեց Քլինթոնի դեմ ուղղված ծաղրողական եւ քննադատողական մեմերին։ Դրա արդյունքում մոտ 150 միլիոն մարդ տեսավ հրապարակումները եւ սկսվեցին մասսայական ցույցեր Կապիտոլիումի առաջ։ Մարկը անզոր էր դիմադրել ստեղծված իրավիճակին եւ ի վերջո ընդունեց իր սխալը հայտարարելով. Այո, դանդաղ արձագանքեցինք։ Կփորձենք ավելի լավ գործել։ Որոշ ժամանակ անց սկսվեց ակտիվ պայքարների մի ալիք։ ԱՄՆ կոնգրեսի հետ մարկի արտադրանքների վտանգների ու ազգային անվտանգության վերաբերյալ 2018 թվականի ապրիլի 10-ին կոնգրեսը մարկին մեղադրանք առաջադրեց։ Ասիայում Մյանմարի իշխանությունները պետության ներսում ջարդեր էին կազմակերպում ռոհինջա մահմեդական ցեղի նկատմամբ։ Դրա արդյունքում ավելի քան 1 միլիոն մարդ փախչեց, իսկ 25,000-ը զոհվեցին։ Տեղացիները նորությունները ստանում էին Facebook-ից, քանի որ երկրի կեսը օգտվում էր հենց այս սոցցանցից։ Ամբոխի ու բոտերի բանակը կեղծ լուրեր էր տարածում ռոհինջաների մասին, մեծացնելով ատելությունը նրանց նկատմամբ։ Փաստացի Facebook-ը դարձել էր էթնիկ բնաջնջման պրոպագանդայի հարթակ։ Ցուկերբերգի դեմ դուրս եկան ինչպես երկրի բնակիչները, այնպես էլ ՄԱԿ-ը։ Նա ստիպված եղավ զիջումների գնալ։ Վտանգավոր էջեր արգելափակվեցին, 12 միլիոն լսարան ունեցող խմբակցությունը, որը զբաղվում էր փաստացի ցեղասպանությամբ, արմատապես Facebook-ից վերացվեց։ Անհաջողությունների շարքը այդքանով չսահմանափակվեց։ 2024 թվականի հունվարին Ցուկերբերգին նորից կանչեցին կոնգրես մեղադրելու, որ իր հարթակներում ամեն տարի մոտ 100,000 երեխա ենթարկվում է թրաֆիքինգի ու պեդոֆիլիայի։ Երեխաներին գրում են անանուն էջերից եւ դրդում ինձ թվում է արդեն հասկացաք։ Արդյունքը ողբերգական էր։ Հոգեկան խանգարումներ, կոտրված կյանքեր, երբեմն ինքնասպանություն։ Կոնգրեսն ու զոհերի ծնողները հուզական ճնշում գործադրեցին, ցույց տալով տուժած երեխաների նկարները անմիջապես մարկին։ Նա ստիպված եղավ հրապարակայնորեն ներողություն խնդրել բոլոր ներկա գտնվողներից։ Չեմ ցանկանում տրվել դավադրության տեսությանը, սակայն որպես Facebook-ի օգտատեր ինձ մոտ բնական հարց է առաջանում։ Եթե մեր օրերում օրենքը խիստ է եւ հավասար է բոլորի համար, ինչու են ոմանք պատժվում թեկուզ մեղ հանցանքների համար, իսկ մեր հերոսը կարող է բոլոր մեղադրանքների դեպքում ուղղակի ներողություն խնդրել եւ մնալ անպատիժ։ Ինչ եք կարծում։ Տարօրինակ չէ։ Իդեպ ձեր կարծիքը կարող եք թողնել մեկնաբանություններում, ես սիրով կընթերցեմ։ Այսքանով իրադարձությունների սև գիծը չավարտվեց։ Ստեղծված իրավիճակում բեմ է դուրս գալիս իսկական սադրիչը՝ Իլոն Մասկը։ Նա երբեք իր լեզվին չի տիրապետում, հաճախ ծաղրում է, երբեմն էլ նույնիսկ վիրավորում։ Ավելի մանրամասն նրա հետ կարող եք ծանոթանալ Իլոն Մասկին նվիրված մեր նախորդ թողարկումում։ Մասկի եւ Ցուկերբերգի միջև հակամարտությունը զարգանում է հենց հանրության աչքի առաջ։ 2016 թվականին SpaceX-ը պետք է ուղեծիր բարձրացներ Facebook-ի արբանյակը, սակայն արձակումը ձախողվում է եւ հրթիռը պայթում է։ Մարկը հրապարակայնորեն վրդովություն է հնչեցնում։ Մասկը պատասխանում է անհապաղ. Իմ մեղքն է, որ ես ապուշ եմ։ Մենք անվճար արձակում նվիրեցինք, կարծելով, որ նրանք գոնե ապահովագրություն կունենան։ Դրանից հետո Մասկը շարունակեց պարբերաբար ծաղրել Ցուկերբերգին։ Հատկապես այն ժամանակ, երբ վերջինս փորձում էր արդարացնել արհեստական բանականությունը եւ նվազեցնել դրա վտանգները։ Ասում են չկա ավելի երդվյալ թշնամի, քան հին ընկերը։ Դա երևի ճիշտ է։
Մարկի վրա պարբերաբար քարեր էր նետում նաև մեզ լավ հայտնի Պավել Դուրովը։ Այն ժամանակ Telegram-ը դեռ չուներ 1 միլիարդ օգտատեր, այլ ընդամենը 200-300 միլիոն։ Պետք էր ամեն կերպ ընդլայնվել։ Առաջին հերթին ագրեսիվ մարքեթինգի շնորհիվ իհարկե։ Իբր բոլոր մեսենջերները բացի Telegram-ից աղբ են, WhatsApp-ը տվյալները փոխանցում է հատուկ ծառայություններին։ Այն հեշտ է կոտրել եւ նման այլ բազում քարկոծումներ։ Այս հայտարարություններից եւ ոչ մեկին Մարկը այդպես էլ չի արձագանքում։ Բայց դուք արդեն գիտեք, որ Մարկը ոգեշնչվում էր ոչ թե Պավել Դուրովից, այլ Օկտավիանոս Օգոստոսից։ Մարկը լռում էր այն մասին, որ ընկերության ներսում էլ իրավիճակը խաղաղ չէր։ Որոշ ժամանակ անց նրա կազմակերպությունը նորից հայտնվեց քաղաքացիական խռովությունների ալիքում։ Ցուկերբերգը առաջվանը չէր։ Կարծես նա պարբերաբար կորցնում էր վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ։ Facebook-ի աշխատակիցները պատմում են, որ այդ ժամանակ Մարկի հետ աշխատելը հատկապես անհնարին էր դարձել։ Նա լսում էր քննադատությունը գլխով շարժում, բայց վարքը չէր փոխվում։ Ընկերության ներսում բյուրոկրատիան աճում էր, բյուջեները մեծանում, իսկ մենեջերները բազմապատկվում, ինչպես սնկեր անձրևից հետո։ Հենց այդ ժամանակ Մարկի կայսրությունը ստացավ հերթական հարվածը, որտեղից չէին սպասում։ Apple-ից։ Apple-ը պարզապես փոխեց օգտատիրոջ պայմանները։ Այժմ ցանկացած iPhone-ի օգտատեր կարող է ընդամենը մեկ հպումով արգելափակել անձնական տվյալների հետևելու ֆունկցիան։ Բնականաբար դա անդրադառնում էր նաև Meta-ի հավելվածի վրա։ Մարդկանց համար դա պարզապես գաղտնիության հոգատարություն էր, իսկ Ցուկերբերգի համար պատերազմի հայտարարում։ Բիզնես մոդելը, որի վրա նա ավելի քան 10 տարի կառուցել էր իր կայսրությունը, սկսեց քայքայվել իր իսկ աչքի առաջ։ Գովազդային ալգորիթմները մնացին առանց տվյալների, թիրախավորումը սկսեց վատ աշխատել, գովազդատուները հեռացան եւ ըստ տարբեր գնահատականների Մետան կորցնում էր մինչեւ տարեկան 10 միլիարդ դոլար։ Եվ սա ոչ թե ժամանակավոր անկում էր, այլ համակարգային խնդիր։ Facebook-ի պատմության մեջ առաջին անգամ Ցուկերբերգը սկսեց կայուն գումար կորցնել։ Սկզբում ոչ Մարկը, ոչ ընկերությունը բացահայտ դա ցույց չէին տալիս։ Սակայն ըստ ներքին ինֆորմացիայի ներսում քաոս էր տիրում։ Որոշ ժամանակ անց Ցուկերբերգը նույնպես անձամբ հաստատեց դա։ Նա պատմում էր, որ արթնանում է, նայում է հեռախոսին եւ տեսնում բոլոր հաղորդագրությունները բացասական բնույթի են։ Խնդիրներ, բողոքներ, ճգնաժամեր։ Ըստ նրա խոսքերի այս զգացողությունը նման է նրան, կարծես քեզ արթնացնում են որովայնիդ հարվածներ հասցնելով։ Եվ այս ֆոնին օգտատերերը զանգվածաբար սկսեցին հրաժարվել Facebook-ից։ Երիտասարդությունը սկսեց օգտվել այլ ծառայություններից։ Ցուկերբերգի անձնական կարողությունը ընկավ 125 միլիարդից մոտ 35-ի, գրեթե 4 անգամ։ Եվ այս ընթացքում մրցակիցները ոչ միայն դիտում էին, այլ ակտիվորեն օգտվում պահից։ Դե բնական է։ Apple-ի հարվածները չդադարեցին, նրանք թողարկեցին իրենց ֆիրմային VR գլխարկները բարելավված գրաֆիկայով, թեթև ու առանց ավելորդությունների։ Դե ինչպես Apple-ը սիրում է, Մարկի համար սա հատկապես ցավալի էր, քանի որ Apple-ը ներխուժեց իր տարածք եւ անմիջապես գրավեց շուկան։ Կարծես թե Ցուկերբերգը կոտրվեց։ Անհասկանալի է ինչ է նրա հետ կատարվում։ Սկզբում նրանք քննադատում էին անձնական տվյալների վաճառքի համար, հետո նախագահական ընտրությունների վրա ազդելու համար, մյուսները մեղադրում էին ցեղասպանության տարածման եւ մանկական ինքնասպանությունների մեջ։ Այդ ամենին ավելացան Apple-ի, Մասկի եւ Դուրովի քարկոծումները։ Ժպտերես ու բարի տղայի տեղը եկավ սառն ու անզգամ մարդ, որը դադարեց վստահել տեսախցիկներին եւ հանրությանը։ Նայեք ահա Մարկը 2005 թվականին։ Լիովին հասարակ տղա, իսկ ահա նա կոնգրեսի առաջ։ Տեսեք ինչքան տարօրինակ դատարկ աչքեր ունի։ Իսկապես, ինչու է Մարկն այսքան տարօրինակ դարձել։ ԶԼՄ-ներն ու երկրպագուները ակտիվորեն խոսում են այն մասին, որ Ցուկերբերգն ունի Ասպերգերի համախտանիշ։ Դա մտավոր զարգացման խանգարում է, որը կապված է սոցիալական փոխազդեցության եւ հաղորդակցության դժվարությունների հետ։ Բայց խնդիրն այն է, որ մինչ օրս հստակ հայտնի չէ Ցուկերբերգն իրականում ունի որևէ խանգարում, թե ոչ, քանի որ նա հանդես չի եկել հստակ խոստովանությամբ։ Եթե վերցնենք նույն Մասկին, նա հրապարակայնորեն խոստովանել է իր ախտորոշման մասին, նա առանց ամաչելու կարող է վիրավորել մարդուն կամ զվարճալի թվիթ գրել։ Ոչ թե որովհետև նա վատ մարդ է, այլ որովհետև նրա ուղեղը պարզապես չի տեսնում այդ սահմանները։
Նրա ֆոնին Ցուկերբերգը, որը հիանալի տիրապետում է իրեն, միանգամայն առողջ մարդու տպավորություն է թողնում, բայց Մարկի վարքի տարօրինակությունները դրանով չեն ավարտվում։ Ահա վերջին նորություններից։ Մետայի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը Հավայան կղզիներում բունկեր է կառուցում։ Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե բունկեր, այլ իրական ստորգետնյա քաղաք ապոկալիպսիսի դեպքում։ Այդ հաճույքի համար Մարկը վճարել է $270 միլիոն։ Նախագիծը ներառում է 30 ննջասենյակ, 30 լոգասենյակ, լողավազաններ, թենիսի կորտեր, հյուրատներ եւ շատ այլ բաներ։ Նախագծի կենտրոնում երկու հսկայական տարածքներ են՝ ֆուտբոլի դաշտի չափերով եւ որտեղ կա ամեն ինչ՝ վերելակներ, գրասենյակներ, կոնֆերանսների սրահներ եւ ամբողջ մի ձեռնարկության չափ խոհանոց։ Եվ մինչ Մասկը բացահայտ անհանգստանում է, որ նեյրոցանցերը կարող են մարդկությանը հասցնել ապոկալիպսիսի, Մարկը փոխարենը բոլորին հանգստացնում է։ Մի անհանգստացեք, ապոկալիպսիսը չեղարկվում է։ Եվ հենց այդ նույն ժամանակ նա բունկեր է կառուցում։ Միգուցե ամեն ինչ իսկապես այդքան վատ է։ Բայց ինչու է Մարկի ապաստարանը այդքան հսկայական։ Լիովին հնարավոր է, որ նա այն կառուցում է ոչ միայն իր համար, այլ նաև իր բոլոր բիզնես գործընկերների համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղ բնակվեն ողջ ծրագրավորողների թիմով եւ top management-ով ու իհարկե շարունակեն աշխատանքը։ Ինչպես արդեն հասկացաք, օրհասական ժամանակն է թարմացնել Ցուկերբերգի տարբերակ 3-ից դեպի Մարկ Ցուկերբերգի տարբերակ 4-ը։ Այն վերջապես կհավաքի իր ուժերն ու կկենտրոնանա տուժած հեղինակությունը վերականգնելու վրա։ Ցուկերբերգը սկսեց ձեռնարկել հստակ եւ դիպուկ քայլեր։ Սկզբում նա ընկերությունից ազատեց 21000 աշխատակցի, փաստացի ամբողջ կազմակերպության գրեթե 25%-ը։ Կույր կերպով հաջողությանը հավատացող Մարկին փոխարինեց պրագմատիկ եւ ռեալիստ կառավարիչը։ Այնուհետև Մետայի մենեջմենթը հանդիպեց բաժնետերերի եւ ներդրողների հետ ու կազմակերպությունը հետ գնեց իր իսկ սեփական բաժնետոմսերը $40 միլիարդ։ Wall Street-ում նման ինքնավստահ քայլը անարձագանք չմնաց։ Բաժնետոմսերի գինը կտրուկ աճեց, որը ընկերությանը բերեց գրեթե $20 միլիարդ հենց նույն օրը։ Իր ամենավիճահարույց նախագծից Metaverse-ից Ցուկերբերգը այդպես էլ չհրաժարվեց։ Նա շարունակում է այնտեղ ներդնել հսկայական գումարներ վստահությամբ, որ վաղ թե ուշ այդ ամենը հաջողություն կբերի։ Գեշահույթի հոսքը, որը Մետան ստացավ ներդրողներից, Մարկը ուղղեց ոչ թե Metaverse-ի, այլ արհեստական բանականության եւ նեյրոցանցերի զարգացմանը։ Իսկ ինչ է կատարվում կորպորատիվ պատերազմներում։ Apple-ի հետ հարաբերությունները կարգավորել այդպես էլ չստացվեց, ամեն ինչ միայն ավելի վատացավ, քանի որ այս անգամ Մարկը որոշեց չպաշտպանվել, այլ հարձակման գնալ։ Նա սկսեց հրապարակային օրենք քննադատել Apple-ի VR գլխարկները, համեմատելով սարքերն ու ընդգծելով թերությունները։ Կայսրությունը նորից հետ բերեց իր դիրքերը։ Իր գլխավոր հակառակորդին Իլոն Մասկին նա որոշեց մարտահրավեր նետել UFC-ի օկտագոնում։ Այո, դուք շատ ճիշտ եք լսել եւ սա կատակ չէ։ Որոշեցին մենամարտել ռինգում, կարծես նրանք աշխարհի ամենահարուստ երկու ձեռնարկատերերը չեն, այլ օրինակ ինչու ոչ Արման Ծառուկյանն ու Շարա Բուլետը։ Միլիարդատերերը կարծես թե նույնիսկ համաձայնեցրել էին ամսաթվերը, պլանավորում էին կռվել Հռոմեական Կոլիզեում մինչ այն պահը, երբ Իտալիայի մշակույթի նախարարությունը մերժեց նրանց նմանատիպ առաջարկը։ Այ քեզ բան։ Բայց հետո ինչ-որ բան չստացվեց։ Իլոն Մասկն իր իսկ սադրիչ բնավորության համաձայն շտապեց հայտարարել, որ Ցուկերբերգը վախեցել է եւ փոշմանել։ Այդ ժամանակ Ցուկերբերգը հրապարակում է այս լուսանկարը՝ մեր Իրանով կանգնած մարտիկների շրջապատում։ Այդ շրջանում նա լուրջ տարվել էր ջուջիցոյով եւ նույնիսկ ստացել էր կապույտ գոտի եւ անձամբ էր Մասկին մարտի հրավիրել։ Արդյոք դեռ տեղի կունենա այդ մենամարտը, թե ոչ, մեզ հայտնի չէ, սակայն մի բան անհերքելի է։ Ցուկերբերգը 4-րդ տարբերակում պաշտոնապես հաղթահարեց կյանքի սև գիծը եւ կրկին վերադարձավ Forbes-ի համաշխարհային թոփ ցուցակ, հասցնելով սեփական կարողությունը գրեթե 221 միլիարդի։ 40-ամյակի կապակցությամբ էլ նա որոշեց ուրախացնել ինքն իրեն եւ $300 միլիոն արժողությամբ յախտա նվիրեց ինքն իրեն։ Դե ինչ ասեմ, ամեն մարդ միջին տարիքի ճգնաժամից դուրս գալու իր սեփական ձևն ունի։ Դե եթե ցանկանում եք ավելի շատ տեսնել նման հետաքրքիր պատմություններ, բաժանորդագրվեք Zoot Story YouTube ալիքին։
Մարկ Ցուկերբերգի ստեղծած գլուխգործոցը Facebook-ը օգտատերերի մեծամասնության կարծիքով արդեն հնացել ու պատմություն է դարձել։ Փառահեղ, բայց այնուամենայնիվ պատմություն։ Instagram-ը զիջում է TikTok-ին, WhatsApp-ը Telegram-ին։ Մյուս բոլոր նախագծերը դեռ զարգացման փուլում են եւ հայտնի չէ թե ինչ կլինի։ Ինքը Ցուկերբերգը թաքնվել է աշխարհից, պատճառը հայտնի չէ։ Բայց այն մեկ հարց մնում է օդում կախված։ Այն հանճարեղ եւ գործունյա երիտասարդ, ինչպիսին մեզ Մարկը ներկայանում էր իր կենսագրության սկզբին, արդյոք իրական է, թե ոչ։ Արդյոք նա իսկապես հանճար է, թե պարզապես հաջողակ մի մարդ, ով հայտնվել է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Թե նա ուղղակի յուրացրել է ուրիշներին պատկանող մտքերը եւ խաբեության շնորհիվ դարձել դրանց տերը։